Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ես կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Այրա Զորաբյանը, բարև ձեզ Տիկին Զորաբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, տեսակ ինչ տեղի ունեցավ անցած շաբաթ դատավոր որոշումից, իմիջիայլոց գիտեք, չէ՞ որ սխալ է կարդացել ես հիմա անդրադառնում այո, եւ 2 տարով կալանավորեցին Սրբազանին եւ այսպես ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հայ ժողովրդի Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ազատազրկվեց բարձրաստիճան հոգևորական մի խոսքի համար, որը տարի ու կես առաջ գլխավոր դատախազը համարել էր օրենքին միանշանակ համահունչ եւ այսպես Նիկոլ Փաշինյանը 2 տարի ազատազրկեց Միքայել Աջապահյանին եւ ազատազրկման տեքստը կարդաց մի կին դատավորի ուսադիրներով, որի անունն էր Արմինե Մելիքսեթյան։ Այդ կինը այնքան էր շփոթվել, այնքան էր կակազում, այնքան էր այլայլված, որ անգամ հոդվածը քրեական օրենսգրքի սխալ կարդաց եւ կարդաց, որ Միքայել Աջապահյանը ազատազրկվում է քրեական օրենսգրքի 442 հոդվածի 2-րդ մասով, որը ուշադրություն բռնվեք, նշանակում է բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ապօրինի ձեռնարկատիրությանը մասնակցելը։ Այնքան էր այլայլված, այնքան որ տեքստը երևի Viber-ով Նիկոլը ուղարկել էր, որ կարդա, որ նույնիսկ քրեական օրենսգրքի հոդվածները շփոթեց։ Սա մեր պատմության ամենամեծ խարանն է։ Հետնիկոլյան ժամանակների բոլոր դասագրքերում սա գրվելու է որպես հայ ժողովրդի պատմության ամենաամոթալի դրվագներից մեկը։ Ես հետևում եմ այս օրերին դատավորի ուսադիրով կմկմացող կնոջ հասցեին այսպես հորդացող սոցիալական ցանցերում անեծքը Տիկին Արմինե Մելիքսեթյան, ես չեմ անիծում ձեզ, ես չեմ ասում այն բառերը, որ գրում էր յուրաքանչյուր հայ Աստծուց ստանաս, այն պահին, որ դուք Ավանի դատարանում կարդացիք Նիկոլ Փաշինյանի ուղարկած դատավճիռը, այդ պահից դուք այլևս գոյություն չունեք, դուք չկաք, հասկանում եք, դուք պարզապես չկաք, որովհետև այդ խարանը, որ դուք կմկմալով, չկարողանալով ձեր մեջ գտնել հայի մարդու արժանապատվություն եւ հրաժարվել Նիկոլի որոշած վերդիկտը կարդալուց, դուք պարզապես ոչնչացրեցիք ձեզ ինքներդ։ Դրանից հետո ինչ կգրեն ձեր հասցեին, ամեն մի հայ կգրի Աստծուց ստանաս, դու ստանաս Աստծուց եւ Աստծուց ստանալու ես դու եւ տա Աստված, որ ստանաս դու, ոչ թե քո երեխաները, որոնք վստահաբար մեղավոր չեն, որ այսպիսի ծնող ունեն, դու այն պահին, որ կատարեցիր ամենանողկալի Հայաստանի անկախության պատմության մեջ եւ երևի հայ ժողովրդի ողջ պատմության մեջ չտեսնված եւ չլսված բարոյականության հետ որևէ աղերս չունեցող քայլ, դուք դրանով ուղղակիորեն դադարեցիք գոյություն ունենալ։ Կարող ես ինչ պակաս Նիկոլ են, որ Տիկին Զորաբյան։ Ինչ ուզում ասի Տիկին Թովմասյան, այդ կինը այլևս գոյություն չունի, ուստի դիմում եմ մեր հասարակությանը, մի հայհոյեք այդ կնոջը, ինքը ուղիղ եթերում կարդալով դատավճիռ գործեց ինքնասպանություն, դրանից հետո ցանկացած անեծք, ցանկացած հայհոյանք առ ոչինչ, որովհետև մարդը իր ձեռքով ինքը իրան սպանեց, ավելի մեծ պատիժ մարդու համար եւ ավելի մեծ պատիժ կնոջ համար ուղղակիորեն չկա։ Եվ բնականաբար ես ակնկալում եմ, որ ես իհարկե բազմաթիվ հարցեր ունեմ Միքայել Աջապահյանի փաստաբաններին, ես փաստաբան չեմ, իրենց մարտավարություն այդուհանդերձ փաստաբանական ոչ միայն իմ, ոչ փաստաբանիս, այլ նաև փաստաբանական շրջանում, փաստաբանների շրջանում բազմաթիվ հարցեր է առաջացնում, բայց հույս ունենք, որ այն օթում պտտվող օգտագործենք Նիկոլի տերմինոլոգիան, լուրերը, որ կան այդ
փաստաբանական թիմի հետ կապված Աչապահյանի, Սրբազանի, Միքայել Աչապահյանի փաստաբանի հետ կապված։ Այո, դրանք իրականությանը չեն համապատասխանում եւ չեն համապատասխանի եւ մենք կտեսնենք adekvat քայլեր, որտեղ կրկնում եմ, սա մեր բոլորի ամոթն է, սա հայ ժողովրդի պատմության ամենաամոթալի էջերից մեկն է։ Տիկին Թովմասյան նաև դիմելով այդ կնոջը վերջի անգամ ես ձեր անունը վերջի ուրեմն անգամ եմ տալիս ուրբաթ օրը դուք ձեզ դրեցիք Բաքվում հայ ռազմագերիներ դատող Զեյնալ Աղայևի կողքը ձեր Արմինե Մելիքսեթյան եւ հայ արժանապատիվ հայորդիներ Բաքվում դատող Զեյնալ Աղայևի միջև որևէ տարբերություն չկա այստեղ դուք եք դատում անմեղ մարդու այսինքն դուք չէ կարդում եք Նիկոլի որոշած դատավճիռը այնտեղ Բաքվում Զեյնալ Աղայևը կարդում է Ալիևի որոշած դատավճիռը եւ քանի որ խոսեցինք զուգահեռ անցկացրեցինք Բաքվի դատարանից ես ուզում եմ որտեվ ես տեսնում եմ որ մեր հասարակական լրատվական քաղաքական դաշտը բացի երևի էս եւ մի երկու այլ հարթակներից ըստ էության մոռացել է մեր ռազմագերիներին այն մարդիկ այնտեղ մեռնում են հոկտեմբեր ամսի ավարտին բոլորի դատավճիռը հրապարակվելու է եւ այդ դատավճիռները լինելու են ցմահ ազատազրկումներ մենք շատ քիչ ժամանակ ունենք ինչ որ բան անելու համար նախորդին լսում եմ մի այսպես կոչված պեղված ադրբեջանցի վկայի մի հատ տեսեք թե աբսուրդը ուր հասնում է դատական ֆարսում ով ասում է որ Լևոն Մնացականյանը գիտենք մեր ազնիվ ռազմական գեներալներից մեկը Լևոն Մնացականյանը ինձ անձամբ էր ստիպում, որ ես քայլեմ ականապատված դաշտով, բա շուն, որ ականապատված դաշտով Լևոն Մնացականյանը շուն, շեյթան, որ ականապատված դաշտով Լևոն Մնացականյանը քեզ ստիպում էր, որ քայլես, բա ոնց է չես սատկել ոչ միայն չես սատկել, ոչ միայն որևէ ականի վրա չես տրակել, այլև բերվել ես որպես վիժվածք, որպես Ռամիլ Սաֆարովի հայրենակից Բաքվի դատարանում անհեթեթագույն ցուցմունքներ տալու համար, բայց քանի որ հիմա մի քանի իրադարձություն է տեղի ունեցել շատ կարևոր, ուզում եմ նաև անդրադառնալ սրան, շատ կարևոր է, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչև նոյեմբերի 4-ը վերջնաժամկետ է տվել Ալիևին եւ Բաքվին կրկնում եմ մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջում է Ադրբեջանից հստակ փաստարկված ապացույցներով վիդեոնյութերով տեսանյութ եւ տեղեկատվություն տրամադրել մարդու իրավունքների եվրոպական դատարանին Բաքվում պահվող 23 ռազմագերիների առողջական վիճակի եւ պահման պայմանների վերաբերյալ վերջնաժամկետը նոյեմբերի 4-ն է եթե մինչև նոյեմբերի 4-ը Ալիևը չտրամադրի մարդու իրավունքների եվրոպական դատարանին իրեղեն ապացույցներ 23 ռազմագերիների առողջական վիճակի պահման պայմանների վերաբերյալ, ապա եվրոպական դատարանը դիմելու է Եվրոպայի խորհրդին, որպիսի սանկցիաներ կիրառի Ադրբեջանի հանդեպ։ Իհարկե ես վստահ եմ, որ Ալիևը չի տրամադրելու եւ նա խորապես թքած է ունենալու թե մարդու իրավունքների եվրոպական դատարանի, թե Եվրոպայի խորհրդի վրա, բայց ես հույս ունեմ, որ Եվրոպայի խորհուրդը Ալիևի հերթական թուքը կուլ չի տա եւ նոյեմբերի 4-ից հետո Ադրբեջանի ականջը բռնած դուրս կշպրտի Եվրոպայի ուրեմն խորհրդից եւ նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ նախորդին
Եվրոպական պարլամենտի Լյուքսեմբուրգի պատգամավորը շատ կարևոր հարց բարձրացրեց, դիմեց Եվրոպական միությանը, պահանջելով կազմել պատվիրակություն Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից եւ գնալ Բաքու մասնակցել այս խայտարակ շինծու դատավարությանը։ Առ այս պահը առավոտյանել եմ ճշտել Եվրոպական խորհրդարանի իմ գործընկերներից, Բաքվից որևէ պատասխան չկա։ Սա ուրեմն այս մասով ես մի քանի կարևորագույն ուրեմն խնդիրներ եւս արձանագրել եմ, հա, ուրեմն Նիկոլ Փաշինյանը, ով ոչնչացնում է մեր գենետիկ կոդը, ով խնդիր ա դրել հայից սարքել մանկուրտ, եթե սրանք անգրագետ չլինեին եւ Չինգիզ այդ մատը կարդացած լինեին, երևի կիմանային, կհասկանային մանկուրտ ինչ ա նշանակում, նախորդ ով ոչնչացնում ա մեր հերոսներին, ով ավիրել ա Ծիծեռնակաբերդը եւ հիշողություն չունի եւ ընդհանրապես եւ ինչա հայտարարել են օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարել ա, որ մենք ըստ արժանվույն հարգանքի տուրք չենք մատուցում տուֆքարին։ Առաջիկայում, այո, չծիծաղեք, Նիկոլը հայտարարել է, որ պետք է դնենք տուֆ քարի արձանը, պատկերացնում եք ինչ աբսուրդ, մարդ ով քանդում ա մեր գենետիկ հիշողությունը, ով ուզում ա մեր դեն-թեն սենց հերձել, ապա մոնտաժել եւ մեր գենետիկ հիշողության մեջ եւ անում ա եւ շարունակում ա անել թուրքի գենոմ ներարկել, ասում ա ձեր ինչին ա պետք խաչը, ձեր ինչին ա պետք եկեղեցին, եկեք տուֆի արձանը դնենք, որովհետեւ տուֆով փող ենք աշխատում։ Թվեն ասեք Տիկին Զորաբյան, 1000 խաչքար, 1000 հուշարձան, 385 եկեղեցի 6 վանք, ասեք, 2000 մի քանի նկատառում եւս, որ սրանք խոսում են, չէ, որ այն իրանց այդ հիմնական ճաշատեսակ ունեն, հա, նախկինները, որից արդեն փթած աջապ սանդալի հոտ ա գալի, էլ չի աշխատում, բայց հիմա որպիսի մեզ նաև որքան գիտեմ Նիկոլի սեկտայի անդամներն են լսում, որ չասեն սուտա, մեր հզոր վարչապետը, ես ցիտելու եմ Նիկոլ Փաշինյանի ամենամտերիմներից մեկին, հայտնի շիշ բռնող Հայկ Սարգսյանին, եւ այսպես Հայկ Սարգսյանը զարհուրելի թվեր հրապարակեց 22-23 թվականին հայկական բանակ զորակոչի ենթարկվել է, այսինքն զորակոչվել է, զորակոչի ենթակաների ընդամենը 31.4%, այսինքն 70%-ը փախել է կամ տարբեր միջոցներով բանակից ազատվել է, բատե կոռուպցիա չկա, զորակոչի ենթակաների 70%-ը չի ծառայել, բանիկոլ չես ուզում պարզես, կարող է փող են տվել, բանակից ազատվել են, բա կոռուպցիան էլ ոնց է ալնում, որ ընդդիմադիր ժամանակ ազգային ժողովի ամբիոնին փաթաթվում, ասում էիր, ձեր ժամանակ փողով բանակից ազատվել են, 70% Զինակոչիկային տարիքի 22-23 թվականին չկա, 31.4%-ն է ընդամենը զորակոչվել բանակ, բա սա կոռուպցիա չի, բա ինչ է, թե ձեր դեպքում սա ժողովրդավարություն է, ուզում է կծառայի, չի ուզում, չի ծառայի, սա ուրեմն նաև այս մասով, քանի որ խոսեցինք բանակից, նույն Նիկոլը, որ մենք տեսնում ենք աշխարհում, ինչ սիրելի հայրենակիցներ, ուրեմն աշխարհը պատրաստվում է ամեն օր անընդհատ պատրաստվում է պատերազմի եւ աշխարհը չէ, Ադրբեջանը, նույն Ադրբեջանը, կամ Ադրբեջանին նաեւ հիմա ամբողջ աշխարհում գործում է խաղաղություն ուժի միջոցով ֆորմուլան, բանաձևը, այնքան որ Ամերիկայի ուրեմն Պաշտպանության դեպարտամենտը վերանվանվել է պատերազմի դեպարտամենտի, որտեղ հասկանում են, թե ինչ գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներ են տեղի ունենում։ Նոբելյան մրցանակի խաղաղություն բերած իբր թե իր արևին, էլի Թրամփը այս նկարտումներ ունի, որ Նոբելյան մրցանակ ստանա, մարդը ստեղծում է պատերազմի դեպարտամենտ։ Բայց այս հայվանն եկել, ասեք, այս ժողովրդին մոլորեցնում, ասում է այդ մեր խաղաղություն բառը, այո, եւ այսպես ամբողջ աշխարհը կանգնած է նոր պատերազմի շեմին։
Միացյալ Նահանգները պաշտպանության դեպարտամենտը վերանալվում է պատերազմի դեպարտամենտա փոխում անունա Ադրբեջանը 5 միլիարդ 200 միլիոնով ավելացնում է ռազմական բյուջեն Հայաստանը Նիկոլը կրճատում է 15.1%-ով կրճատում է ռազմական բյուջեն եւ ընդհանրապես ասում է որ մեզ բանակ պետք չի մեր անվտանգությունը ոչ թե պետք լինի բանակը այլ պետք լինի կիրանցում տնկած ծառը եւ ցեմենտի պատը եւ ընդհանրապես ողբամ են երկիրը ասում է Նիկոլը որի անվտանգության երաշխիքը բանակն է բանակը պիտի լինի 15-րդ տեղում ինչքան չհասկանալ թե ինչ լրջագույն մարտահրավերներ իարչեվա կանգնած աշխարհը տեսեք թե եվրոպական միության երկրները ինչպես են հզորացնում ռազմական բյուջեն եւ ինչ հսկայական միլիարդներ են նորից ուղում Ուկրաինա տարածաշրջանն է տրակելու Նիկոլ Փաշինյանը ասում է այս սրանք սաղ հեչ եկեք մենք հիմա դնենք տուֆ քարի արձանը որովհետեւ մենք ըստ արժանվույն չենք գնահատել այս դարերի ընթացքում մեր տուֆ քարը սա էլ ուրեմն այս մասով եւ քանի որ երեք Արարատ երկու օր առաջ Արարատ Միրզոյանը sense լայցի մեջ երևի վախենալով Նիկոլից այդուհանդերձ դուխը հերիքեց որ ասի եվրոպական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում որ իհարկե Ադրբեջանը շարունակում է որոշ նախապայմաններ դնել օրակարգ դնել սեղանին սա մեզ համար հասկանալի չէ եւ սա մեզ համար ընդունելի չէ ինչը հասկանալի չի բացել եմ 3 Բաքվի Ադրբեջան պաշտոնաթերթը Ադրբեջան պաշտոնաթերթում են Նիկոլը որ ասում Ալիևը ինչ ուզում է թողասի ուզում է ասի Զանգեզուրի Միջանցք ուզում է ասի Մեհրիբանի Տրուսիկ դա բացարձակ կարևոր չի դա Զանգեզուրի Միջանցք չի չհավատակ սուտ է դա Թրիփա Թրամփի անունով եւ տեղ Ադրբեջանը որևէ մասնաբաժին չունի հիմա ցիտում եմ Բաքվի պաշտոնական Ադրբեջան պաշտոնաթերթից հատված որտեղ գրված է թե ինչ է իրականում Զանգեզուրի Միջանցքը երկար բարակ որ Զանգեզուրի Միջանցքում համասեփականատերը Ադրբեջանը եւ այդ ամենը ավարտվում է ահա այսպիսի նախադասությամբ Զանգեզուրի Միջանցքի ծրագրի վերջնագիծը դա Թուրանի մեծ ծրագրի կարևորագույն մասի իրականացնումն է եւ Զանգեզուրի Միջանցքը մեր պատմական երազանքի Թուրանի մեծ ծրագրի կարևոր մի հատվածն է բա ասեք էս էլ է սուտ սաղ սուտ է իրականում սիրելի հայրենակիցներ ինչից մենք խոսում ենք գալիս ենք նույն հանգրվանին այս ռեժիմը մնաց Հայաստանի ոչ թե երրորդ հանրապետություն չի լինելու այն չորրորդը որի պապան ուզում է դառնա Նիկոլը այդ չի լինելու հայկական մենք անընդհատ զարմանում ենք վայ Նիկոլը էս էլ արեց Նիկոլը էս էլ արեց Նիկոլը էս էլ արեց այո որովհետև այս Հայաստանի հանրապետության օրակարգը որի ղեկավարը այս ռեժիմն է հայկական չի եւ եկեք ամեն անգամ չզարմանանք որ այս հակահայ քայլներ արեց այս հակահայ քայլներ արեց անելու որովհետև այս իշխանության օրակարգը հայկական չի եւ ուրեմն ինչ պիտի անել որպիսի մենք ունենանք հայկական օրակարգով իշխանություն շատ པարզ մի բան հեռացնել Նիկոլի ռեժիմը իհարկե բարդ է լինելու որովհետև նախորդին լսեցինք որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արդեն որ ըստ էության սա պաշտոնական ընտրակաշառքի մեկնարկ է որ պետական ապարատի աշխատողների աշխատավարձերը իդեպ իմ տեղեկությամբ նախագիծ օրենսդրական արդեն պատրաստ է եւ էականորեն բարձրանալու է մենք տեղեկատվություն ստացանք որ ընտրական փուլին ընթരാճ սահմանամերձ բնակավայրերում բոլորի գազ լույս վարկ տոկ շոչիկ սա վճարելու են բայց ես ուզում եմ հավատալ հա այլ ասֆալտը էս Նիկոլի սեգմենտի սիրած մենյուն է բիտում sense բիտում sense ինչ արել Նիկոլ ասֆալտ ուրիշ բան չեն ասում ասում ես լավ բրծանք անցանք ասֆալտը ուրիշ չէ ասֆալտ sense սրանց շոչիկը ասֆալտի վրա այդ ասֆալտը ինչ փողերով են անում իհարկե այդ ասֆալտը արվում է Եռաբլուրում պարկած 5000 երեխեքի փողերով եւ բացի դրանից պետական պարտքը տեղյակ եք ասֆալտակերներ ասֆալտ սիրողներ
Հիմա ես մի հատ բան եմ ներկայացնում։ Պետական պարտքը մոտեցել է 14 միլիարդ։ Չէ, չեմ պատկերացնելու, տեսեք Տիկին Զորաբյան, այս մասին բարձրաձայնես Գյումրու քաղաքապետը 24 միլիարդ կազմում է բյուջեից գնում է, պիտի այդ հատկացումները գա քաղաքին, չի տալիս այդ քաղաքին։ Ասում է որտեղ ուրեմն այս ամբողջ ընթացքում որ իդեպ երևի գիտեք էլ որ Նիկոլեն եկել են իշխանության մի բնակարան չեն տվել։ Մի բնակարան, պատկերացրու, ասում է փոխանակետան, որ ես միջին բիզնեսը զարգացնեմ, շինարարություն արվի, տնտեսություն զարգացնեմ, քաղաքը 1000 խնդիրներ ունի, չգիտեմ, բնակարան այսերը, ոչինչ չեն տանում, ուրեմն այս փողը տանում են, պարտքը երկրի վրա դնում են ու ասֆալտ, որ աչքա կապոցի էլի, ու ասֆալտ, այսինքն մի տեղից գողանում են ժողովրդի փողը, մյուս տեղից էլ պարտքը դնում են ու բերում են աչքա կապություն են անում։ Իմիջիայլոց չի տալիս այս գյումրեցիների։ Մի հատ գյումրեցիներին ասեք էլի, որ ձեր փողերը տարել, չի տալիս Գյումրը։ Դեսի մենակ Գյումրին չի, այնտեղ որտեղ որ ասեք մի քիչ ընդդիմադիր բան կա, այո, կտրում են, որպեսզի սոցիալական թող իմանան գյումրեցիները։ Այո, դրանից բացի գալիս է եստեղ մի կին մոտեցավ, ասեց, որ ես չգիտեմ սրանով սոցիալն զբաղվում թե առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ից չեն տալիս նաև հղի կանանց այդ նախածննդյան գումարը, ասել են կարգափոխվել, չգիտեմ ինչ արել, կանայք զանգում են նախարարություն, մի հատ էլ մուննաթեք գալի, ասում եք լավ չմեռակ, դիմացեք հոկտեմբերից կկարգավորենք։ Այդ կարևորագույն խնդիրը եւս կարգավորեք, այո, չի տալիս, որ Գյումրիում բունտ հասունանա, բայց ասածս հետեւյալն է, չի ստացվելու, որովհետեւ այդ բիտումից եւ ասֆալտից օրգազմի մեջ ընկնող սեգմենտը շատ փոքր է, երբ որ բացում ենք շարպի գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիան, ինչը կիրառվեց բոլոր երկրներում եւ պատահական չէ, որ 3 ուրեմն Վրաստանի վարչապետը հայտարարեց, ասեց այս փողոցում այս առնահեղությունը, որ ուզում եք կազմակերպեք, արևմուտք, մենք դա ձեզ թույլ չենք տալու, մեր երկրում այլևս արևմտյան փողերով եւ որևէ փողերով արյուն չի կապվելու, որտեղ երկրի գլխին ազգային իշխանությունն է նստած եւ թույլ չի տալու եւ հիմա որ բացում ենք այդ շարպի տեսությունը գունավոր հեղափոխությունների, առաջի կետում գրած է ժողովրդին խաբելու համար պիտի անել բաներ, որ աչքը տենում է, ասֆալտ, բայց որ երեխուն տանում սպանում է այդ ոչինչ չէ, դա չի տենում, դա տարավ դրեց դագաղը, դրեց հողի մեջ էլ չի տենում, բայց ասֆալտը անընդհատ տենում է, երկրի կեսն է, որ տալիս է, այդ մորանում է, կարևորը իրանք քայլում են իրանց ներքին գեղամեջով, ասֆալտը տենում են եւ դա շատ սիրուն նկարագրված է շարպի գունավոր, ինչպես կերակրել, ինչպես խաբել մասային, արեք ասֆալտ։ Բայց հիմա Գյումրու օրինակով մենք բացում ենք, չէ՞, մարդկանց աչքեր, որ տեսեք ձեր գումարը, ձեր հատկացվելի, ձեր աշխատած գումարը վերցնում են, ձեզ չեն տալիս, ձեր սոցիալական, ձեր բայց պարտքա վերցնում արդրսից, բերում է ասֆալտով էլի ձեր աչքերը կապում է։ Բերում է ասֆալտ ձեր աչքերի վրա, ասենց սիրուն ասֆալտ է, բիտումը սվաղացա ձեր աչքերի վրա։ Պատկերացրեք ինչ փոքրուկի եւ չար ղեկավար, որ այն տեղ ասեն գյումրեցի կընտրել են իրանց ղեկավարին, հա, այսինքն իրանց փողերն էլա վերցնում ու չի տալիս։ Տիկին Թոմասյան, եկեք մենք ամեն անգամ չզարմանանք Նիկոլի տեսակի վրա։ Չէ, ժողովուրդ ուղղակի իմանա, գյումրեցիները հիմա չգիտեն, գյումրեցիները չգիտեն, վրաց քանի միլիարդ է հասնում, գողանում է չի տալիս։ Ես վստահ եմ, որ ժողովրդի այն ովքեր որ չգիտեն, այդ բիտում սիրողները, ովքեր բիտումից երևի բիտումի մեջ ինչ որ ացետոնի մոմենտ կա, երևի դրանից է կայֆ ստանում, ես չգիտեմ։ Հա, որտեվ ես չեմ կարա բացատրեմ, որ ասում են ինչ արել Նիկոլը, ասֆալտ, ուրիշ բան չեք ասում, ինչևէ, այդ հատվածը խելքի չի գալու։ Այդ 10%-ն է, եկեք իրանց մոռանանք բոլոր հարցումներով, Նիկոլի սեգմենտը 10-12%։ Բայց ձևական կարող էր, չէ, 5 հարկանի, գոնե փոքրիկ մի հատ շենք, ասենք, մեր աչքմոցները տուն եմ տվել, բնակարան եմ տվել, հեսա կբերի աշխատավարձ կբարձրացնի միջև ընտրություն, հետո նորից կկտրի, կբերի վարկեր, մարկեր կտանի ընտրության, վարչական, բայց ես վստահ եմ, ես ուզում եմ հավատալ։ Բայց ինքը եթե վախեցած չնի, եթե ինքը վստահ լիներ, որ հաղթելու հետո մենք տեսանք քարակյարում ինչ տեղի ունեցավ։ Հիմա ինչ է անում ինքը, չմասնում վաղաշաբաթում ինչ է անում ինքը։ Մենք տեղեկատվություն ստացանք, ես միգուցե իմ աչքից ա վրիպել, ես չեմ տեսել։ Մայրամ ջան հերքում եղել է, որ Հայաստան-Վրաստան սահմանին 190,000 դատարկ
անձնագիր արգրավել, ես դրա հերքումը որևէտեղ չեմ հանդիպել, եթե դա այդպես է, ես ակնկալում եմ սրան պաշտոնական պարզաբանում, ինչը լնում է վազելով հերքում եք, բասա լուրջ մեղադրանք է, սրանով, եթե իրապես 190,000 անձնագիր ամտել, ինչին ես չեմ պատկերացնում ոնց է դա հնարավոր, սրանով 26-ի ընտրությունների թեման փակված է, պրծավ, վարչական ռեսուրս, ասֆալտ, եւ կեղծ անձնագրերով վերում ալեցումը, այո։ Բայց ոնց է լինելու։ Իմիջիայլոց արձագանքնելու հետ կապված Տիկին Զորաբյան, այդ որ ինքը ընդդիմադիր պատգամավոր էր, պատկերացնում եք ձերքին հայտնվեր այդ փաստը, այս էլ չի կարող ասել, որ մի հատ պատահական, չգիտեմ, ինչ որ լրատվամիջոցի արել, որ այս մարդը Կանադայում ինչ ունի, բայց չեն հերքում։ Միջև հիմա ես հերքում տեսել եք, ես չեմ տեսել։ Չի կարող ասել, բացված սայթ չի, որ ասես գնացել Տորոնտոյում նստել անկապ սայթ ա բացել, կես միլիոնից ավել հետևորդ ունեցող տևական ժամանակ գործող լրատվամիջոցը նման սենսացիոն տեղեկություն է հրապարակում, բան չի հերքում չկա։ Ասֆալտ սիրող Նիկոլականներ, բայց ձեզ չի հետաքրքրում։ Այդ դղյակը։ Բայց ձեզ չի հետաքրքրում, թե էտելա լավ արել, էտելա հալալ։ Որում տեղով, հասցեով, Արսինե Խանջյանի միջնորդությամբ ոնց է եղել ամեն բաներով բացահայտել։ Հուսանք, որ այս մանիպուլյացիաները, որտեղ Նիկոլը ֆանտաստիկ յուրացրել է Գեբելսի 9-րդ կանոնը։ Ժողովրդի 9-րդ կանոնը ասեմ նաև ամենակարևոր։ Անդադ ժողովրդին ասեք, խաբեք, սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ, հա, պաչում եմ ձեզ։ Ես հույս ունեմ, որ բայց տալիս եմ ձեր գլխին, բայց բանցիկով մուրճով, բանցիկը կապել եմ, որ փափուկ կլինի։ Հույս ունեմ, որ այս խայտարակ մանիպուլյացիաներին ավելի քան վստահ են, որտեղ հստակ վիճակագրություն կա։ Նիկոլի էլեկտորատը, ասֆալտ սիրողները, բիտումից գրգռվողները ընդամենը 10% են։ Այսինքն ամեն 10-ից 1-ն է սատարում այս ռեժիմին։ Այսինքն ամեն 10-ից 9-ը այս ռեժիմը մերժում, ասա լրջագույն թիվ է, սա լրջագույն ռեսուրս է օրինական սահմանադրորեն այս ռեժիմից ազատվելու համար։ Մենք շատ հաճախ ենք խոսում Տիկին Զորաբյան սրա մասին, ասենք այս տիկինը ոնց որ հատուկ էսպես բանի վրա վերքի վրա աղլեցնի էլի։ Իհարկե ինադու։ Չինաստանը գնացել իբր թե կրթվում է, իմիջիայլոց մի հատ լավ սիլա տվեց Աննային են քարտուղարուհին։ Բուժքույրը ասեց ինչ կարևոր է կրթվելը, բարձրագույն կրթությունը։ Այդ ԿՊԱ-կա որ հանձնաժողովի նախագահ հիմա այս պրոֆեսորներ բուժիչներ բան գնալ գրել, ասեմ ինչի է կարևոր բուժքույր падգամավոր, որ քո էջի նախադասության, հա, մի նախադասության մեջ 3 հատ ուղագրական սխալ չանես արհամարել բարի գրելու ձևն էլ իմանաս։ Այ դրա համար է կարևոր բարձրագույն։ Չնայած բուժիչ պիտիներ, այդ տեգետ։ Այնօր իրանց падգամավորներից մեկն էլ ասենք ես երբեք շատ քիչ եմ նայում ազգային ժողով, սրանց անգրագիտության լավ մեկը չկա կողքից ասի սեպտեմբեր, ասենք սեպտեմբեր, պատկերացնում ես մարդ, որ ասի սեպտեմբեր, մարդ, որ ասի հաշմանդամին, պրծավ, սա ֆուլ անգրագիտության վերջն, այս սեպտեմբերներ եւ այլ հաշվանդամներ, էսա ձեր հիմա այսօր այս հրապարակումն արել է, գիրքը դրել է, ասում է պրծավ, հա, այդպես էր ասել, հա, պոնչիկա, պրծավ, կերավ, պրծավ, պոնչիկա, ես ասել եմ, ես չեմ ուզում, որ մենք իրենց անդրադառնանք, որտեղ իրանք անընդհատ ուզում են մեզ ներքաշել, իրանց անառողջ եւ իրանց հիվանդ օրակարգի մեջ։ Իմիջիայլոց տեսնում եք, իսկ ինչ որ բան ավարտվում է, որովհետեւ ինքը խորովածով է բարբարոսություն, չի ասենք խորոված ուտելը հիշում եք, որ փողոցում sense խորոված էս ճղրտում էր։ Ոչ միայն ինքը, այդ իր հետևորդներն էր, որ դուրս էին եկել տոնը նշում էին փողոցում, վայ ձեր բարբարոս, այ ձեր բարբարոսներ, հիմա այնօր էլի խորոված։ Լավ Աստվածին, ոնց որ դե լիքն է ամբողջ օրը սեղանը, ինչի չի կշտանում, չի կարա, այդ տեսակա, դա ոսկորա, դա գենա, դա տեսակա, դա մտածելակերպ է։ Դրա համար եմ ասում, իրանց մոռանանք, իրանց օրակարգը Գեգամ Նազարյանին էլ մոռանանք։ Գեգամ Նազարյան, լավ հիշացրեց սահմաններին տներն Գեգամ Նազարյան, ես հեսա իմեջում դնելու եմ քո վիդեոն կենտրոն հեռուստաընկերությունից, որտեղ դու ասում ես Նիկոլ, դու ես սպանել իմ աբգարին, Նիկոլ, դու ես սպանել հազարավոր աբղարների, ինչ ասեմ, ես քո տեսակը լավ գիտեմ, եթե մարդիկ քո տեսակը չգիտեին, ես քո հետ աշխատել եմ հայկական ժամանակում եւ քո տեսակը լավ գիտեմ, պարզապես մեկ բան կասեմ, ափսոս էր աբգարը, որ քո նմանի զավակներ։ Շնորհակալություն։